Մարտի 20-ից ի վեր Սյունիքի մարզի բնակիչները կորցրել են խորը քնելու կարողությունը, քնում են մեկ աչքը բաց, փոխարենը դռները փակ։ Ադրբեջանն է կրակում։ Լրատվամիջոցների հետ զրույցներում գյուղապետերն ու բնակիչները չեն հերքում եղելությունը։ Ավելին մանրամասնում են, թե գիշերը որ ժամերին քանի անգամ են կրակել։ Պարոն Զաքյան, ինչպես է գյուղում անցել գիշերը, ամեն ինչ լավ էր։ Նույն ձևի էլի, նույն ձևի։ Անկանոն կրակահերթեր։ Հա։ Վնասվածքներ։ Չէ։ Տրամադրվածությունը նորմալ։ Նորմալ։ Պարոն Միրզոյան, ուզում եմ իմանալ այսօր գիշեր ձեր մոտ ոնց է անցել։ Ոնց միշտ։ Այսինքն կրակոցներ եղել են։ Լսում եմ այո։ Կասեք քանի անգամ է եղել։ Նույն ինչ որ ասում էին 3-4 անգամ։ 10-20 րոպեից սկսած, մինչև 4:35։ Երեք գիշերը ինչ է տեղի ունեցել գյուղում, արդյոք հանգիստ է եղել, թե նորից կրակոցներ են լսվել։ Նույն ձևի։ Այսինքն նորից անկանոն կրակահերթ է։ Այո։ Ինչ որ նյութական վնաս կամ բան կա։ Չէ, ոչ մի բան չկա։ Բնակչության վիճակը, տրամադրվածությունը Նորմալ է։ Վախեցած են մարդիկ։ Չէ, սովորական։ Իսկ խոճապ կա, թե սովորական է դարձել արդեն։ Սովորական։ Պաշտպանության նախարարությունը նախ լռում էր օրեր անց մարտի 25-ին հաստատեցին Ադրբեջանը այո կրակում է, բայց ուշադրություն ոչ մեր ուղղությամբ։ Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում, Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման դեպքում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ Հենց այդ չթիրախավորելուց շատ չանցած մարտի 31-ին ապացույցներն առավել քան ակներև էին։ Թշնամին թիրախավորել էր Խնածախի բնակիչներից մեկի տունը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանն ասում է Ադրբեջանը կրակել է ու շարունակելու է կրակել, դրանք նորություն չեն։ Ադրբեջանի նպատակը Հայաստանին ուղղակի վերացնելն է որպես պետություն քաղաքական քարտեզից, օկուպացնելն է Հայաստանի տարածքը, հայ ժողովրդին էլ կամ ցեղասպանության ենթարկել կամ դարձնել թափառական։ Այստեղ ինչ որ բարդ բան չկա եւ այստեղ սա հասկանալու համար խորը քաղաքագիտական գիտելիքների ուրեմն անհրաժեշտություն չկա։ Ադրբեջանի հայտարարությունները, թե ուզում են խաղաղության գնալ, կեղծ են, ընդգծում է փորձագետը։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է այդ ստորագրի այդ պայմանագիր կոչված է խաղաղության, ինչին ես մեծ վերապահմամբ եմ այսպես մոտենում եւ իմ կարծիքով այդպիսի փաստաթուղթ չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր կոչվածը։ Խաղաղությունը որքան էլ որպես փաստաթուղթ պատրաստ է ու սպասում է ստորագրմանը, միևնույն է ադրբեջանական կողմը իբրև հաղթող շարունակելու է բռնաճնշումները Հայաստանի հանդեպ։ Ասում է քաղաքագետն ու հավելում, նրանք օգտվում են առիթից ու հնարավոր ամեն կերպ փորձում են ճնշել սահմանից մինչև Երևան։ Նանա Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։